Ժորժան, որոշ պաշտոնյաներ, որ Հայաստանում ասում են, Հայաստանը կարող է ինչ-ինչ պատճառներով դուրս գալ ԵԱՏՄ-ից, իրանք գոնե հասկանում են, թե ինչ հետևանքներ տնտեսական դա կարող է ունենալ, թե ինչպես կարող է աճել գործազրկությունը։ Հիմա դպրոցներ կա, գյուղական բնակավայրերում, որ փակվում են, կամ մարդիկ, որոնք որ տեղափոխվում են Երևան, կամ աշխատանքի հետևից առհասարակ գնում են երկրից, որտեղ աշխատանք չկա որոշ գյուղական բնակավայրերում, սահմանամերձ գյուղական բնակավայրերում, մարզերում, մի խոսքով, եւ մարզերը արդյունքում իհարկե գնալով դատարկվում են։ Եվ արդյունքում ինչ, ԵԱՏՄ-ից դուրս գալով այդ խնդիրը միայն խորանալու է, գործազրկությունը միայն խորանալու է։ Այս ամեն ինչի ֆոնին Ալիևը ասում է, որ Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է, որ այստեղ պետքա գան եւ բնակեցվեն ադրբեջանցիներ։ Այսինքն իրանք են, գալու, օրինակ թրիփը կառուցելու, Թրամփի ուղին, որը իհարկե հիմա շատ մշուշոտ է եւ անորոշ ժամանակով հետաձգվում է Իրանի շուրջ իրադարձություններից ելնելով, բայց օրինակ եկան, կառուցեցին թրիփը, որոշ առումով ներգրավեցին աշխատանքների մեջ շինարարական, հետո մյուս ոլորտներում եւ այլն, եւ արդյունքում ինչ է լինում, որ արևմտյան Ադրբեջանը ըստ Ալիևի դա այն է, որ Հայաստանում չկա գումար եւ աշխատավարձ եւ առհասարակ աշխատանք, եւ արդյունքում ադրբեջանցիները գալիս են եւ այդ տեղերը լրացնում են։ Այ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է նաեւ նպաստել այդ ծրագրին, եւ սա հստակ ռիսկ է։ Եկեք վերլուծենք ու հասկանանք։ Գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը եւ բաժանորդագրվեք իմեջին։